հունիսի 16-ն է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, ջրասուզակները, կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև Լոռու մարզային փրկարարական վարչության մի քանի ստորաբաժանումների փրկարարներ, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, մեծ թվով քաղաքացիներ, պարեկներ, համայնքային ոստիկաններ շարունակում են Փամբակ գետում երկու քույրերի որոնողական աշխատանքները, այս պահին Հայկ Նաղդալյանի հանձնարարականով որոնողական աշխատանքները կատարվում է կամուրջների հատվածում, կամուրջների տակ։ Հիմա տեսնում եք, հատուկ փրկարարը դուրս եկավ արդեն հերթական այդ վարը ստուգելուց հետո դուրս եկավ, հիմա պիտի գնա մյուս հատվածում։ Ցավոք մինչև այժմ լավ լուր չկա, որ գոնե երեխաների մարմինները հայտնաբերվեն։ Ցանկալի էր նման դեպք ընդհանրապես տեղի չունենալ, բայց որոնողական աշխատանքները երկու քույրերի 7 և 13 տարեկան քույրերի հայտնաբերման աշխատանքները այսօր առավոտյան, ինչպես նշել է, 8-ից վերսկսվել է։ Համայնքային ոստիկաններն են միացել նորից որոնողական աշխատանքներին Տարոնի բաժնի պետի պաշտոնակատարի գլխավորությամբ, ինչպես նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ Խորեմ Բարխոյանի գլխավորությամբ։ Մոտ այս պահին մենք գտնվում ենք այն հատվածում, որտեղից դեպի դեպքի վայր, որտեղ որ երեխաները անզգուշաբար ընկել են Փամբակ գետը, մոտ 5-6 կիլոմետր հեռավորության վրա է։ Ահա, այն ծառի շտիքսի վանտարանը, որ իրան շատ շփանում է։ Ես ու վարում եմ։ Ոտով ծալել է բանը։ Բագորը կտծել է։ Պահի էլի բայց։ Մի առաջ գնա, սպասի։ Սպասի թո պարանը կցինով։ Բագորը պահել եմ էլի։ Դու իրան օգնեմ հեշտ։ Բացի։ Մի առաջ գնա, սպասի։ Spasi Bagorro Kasha. Spas. Ata teatro e payam. Կարող ես կողմն նայ։ Այս մեծ ծառի շտիքսի, Esi yeni yeni ne? Zaten mofti.